Շնորհակալություն հանձնաժողովների հարգելի նախագահներ, հարգելի պարոն նախարար, հարգելի պատգամավորներ, ձեզ կներկայացնեմ 2026 թվականի պետական բյուջեի նախագծով Գեղարքունիքի մարզի նախատեսված հատկացումների վերաբերյալ 2026 թվականի պետական բյուջեի նախագծով Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածով նախատեսվել է 13 միլիարդ 336 միլիոն 193 հազար դրամ, որը 2025 թվականի հաստատված բյուջեի նկատմամբ աճել է 10.9%-ով կամ ավել է նախատեսվել 1 միլիարդ 300 միլիոն դրամի չափով։ Մարզային նշանակության ավտոճանապարհների ամառային և ձմեռային պահպանման և շահագործման համար 2026 թվականի մարզպետի աշխատակազմին նախատեսվել է հատկացնել 330 միլիոն դրամ, որում փոփոխություն չի արձանագրվել։ Նախատեսված գումարով պլանավորվում է 26 թվականին իրականացնել 223.6 կիլոմետր ամառային, 234.9 կիլոմետր ձմեռային պահպանություն և 180.4 կիլոմետր գծանշման աշխատանքներ։ Կրթական ծրագրերի գծով 2026 թվականին նախատեսվել է 12 միլիարդ 294 միլիոն 922 հազար դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 1 միլիարդ 299 միլիոն 530 հազար դրամով։ Ինչ վերաբերում է մարզին հատկացվող, համայնքներին հատկացվող դոտացիաներին, մարզի 5 համայնքներին նախատեսվել է 12 միլիարդ 17 միլիոն 35 հազար 500 դրամ, աճը կազմում է 13.8%-ով կամ 1 միլիարդ 457 միլիոն դրամով։ Այսքանը հակիրճ։ Շնորհակալություն հարցեր պարոն Սարգսյանին, ընտրեմ պարոն Բագրատյան։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան, հատկապես լեռնային բարձր շրջանները ձեր տարածքում գտնվելով բավականին բարդ է շինարարական աշխատանքների իմաստով եղանակային պայմանների հետ կապված։ Ամեն դեպքում ինչպիսի սուբվենցիոն ծրագրեր կան Գավառ, Մարտունի եւ Վարդենիս քաղաքներում, որտեղ տարիներ շարունակ շատ բարդություն են եղել շինարարության հետ կապված, բավականին ծանր բնակ ֆոնդի վիճակը քայքայված տարիներով։ Ժամանակի ընթացքում մենք հիմա որպես մեր կառավարություն եւ դուք որպես համայնքային ղեկավարություն, մարզային ղեկավարություն ծրագրեր ունենք եւ անում ենք եւ փոխում ենք իրավիճակը, խնդրում եմ ներկայացրեք հանրությանը։ Շնորհակալություն պարոն Բագրատյան։ Իրականում մենք մեր ծրագրերին առաջնահերթություն տալիս ենք նաեւ հաշվի առնելով լեռնային հատվածները, այսինքն մեր այն նախագծերը, որոնք որ գիտենք, որ կառուցվելու են կամ իրականացվելու են այն բնակավայրերում, որտեղ որ ձմեռը այսպես ասած ավելի շուտ է վրա հասնում, քան մյուս բնակավայրերում, այնտեղ ավելի առաջինն ենք այդ ծրագրերը սկսում իրականացնել, որպեսզի կարողանանք այդ սեզոնը ճիշտ օգտագործել եւ ծրագրերը ավարտին հասցնել, բայց մեր ծրագրերը Գեղարքունիքի մարզում իհարկե ես կարող եմ նաեւ թվեր հնչեցնել, թե Գեղարքունիքի մարզում վերջի տարիներին քանի միլիարդի ծրագիր է իրականացում ու բոլոր բնակավայրերում է իրականացվում, չկա մի բնակավայր, որտեղ ծրագիր չի իրականացվի։ Եթե համեմատական անցկացնենք համահարթեցման դոտացիաներին 2018 թվականի համեմատ 3 անգամ աճել է մարզին հատկացվող դոտացիաները։ 2018 թվականին եղել է 4 միլիարդ 300 միլիոն դրամ, հիմա 12.3 միլիարդ դրամի է հասնում։ Եվ դրա հետ մեկտեղ 3 անգամ ու ավելացել են նաև կապիտալ ծրագրերը համայնքներում իրականացվող։ Ծրագրերը այս պահին մարզում իրականացվող ծրագրերը հասնում են մոտ 247 ծրագրի։ Ունենք 98 բնակավայր, 5 քաղաքային եւ 93 գյուղական բնակավայրեր, բայց 247 ծրագիր է, շինհրապարակ ունենք, որ իրականացնում ենք։ Նաև դպրոցաշինության, մանկապարտեզաշինության ծրագրեր, 70 ներողություն 64 կրթական հաստատություններում շինարարական աշխատանք է իրականացվում,
5 նոր դպրոցներ են կառուցվում, 11-ում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում, 21 դպրոցներում լաբորատոր սենյակներն են վերանորոգվում, 1 քոլեջ է 0-ից կառուցվում, ծրագրերը բազմաթիվ են ու այնպես է, որ ըստ առաջնահերթության փորձում ենք բոլոր հարցերը կարգավորել։ Շնորհակալություն, խնդրեմ պարոն։ Շնորհակալություն եւ ինչ ցուցանիշ ունեք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ կապված ինչ թիվ է, որ դուք մարզում այդ խնդիրները նայում եք, քննարկում եք եւ ինչպիսի լուծումներ եք փորձում տալ այս խնդիրներին։ Շնորհակալ եմ։ Պարոն Բագրատյան, մեր մարզում եթե թվերը ճիշտ եմ հիշում, հիմա ունենք 653 ընտանիք Ղարաբաղից տեղահանված, նախորդ ժամանակներում ավելի շատ էին ընտանիքները, բայց չգիտես խի մեր մարզից է ցավոք, մեր մարզից իրենք տեղափոխվեցին, այս պահին ունենք 653, եթե ճիշտ եմ հիշում, ընտանիք, ովքեր ապրում են մեր մարզում, պարբերաբար իրենց հետ հանդիպումներ ենք ունենում, իրենց վերհանած խնդիրները, իրենց խնդիրներին լուծում ենք տալիս, լինում են տարբեր իրենց խնդիրները, անձնագրերի հետ կապված, քաղաքացիության հետ կապված, իրենց տրված վկայականների ծախսման հետ կապված, տարբեր են խնդիրները, բայց որևէ մի վարքյան իրենց խնդիրները մեր աչքից չի գրիվում, իրենց հետ համատեղ մեր աշխատանքը կազմակերպելով փորձում ենք լուծել։ Շնորհակալություն։